հնարավորություն չեն ունեցել խոսելու այդ առավել հանրության եւ աշխարհում հայտնի մահաբեր դիկտոչ Հայաստան գալու Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկել էր Հայաստան եւ օրինակ Հայաստանից խոսում էր այն մասին, որ մենք տեսնում ենք Ռուսաստանը ինչպիսի բռնություն է կիրառում Հայաստանի նկատմամբ այս սանկցիաները, պատժամիջոցները, որ կիրառում է, իրենք պատրաստ են փող տալ, որպեսզի Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս գա, իրենք Հայաստանը քանի որ ժողովրդավարություն է Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հաստատել, որ այն իրականացում է, որ հենց նույն ձեր առաջնորդի եւ շատ բազում հայրենակիցները մեր կալանքի տակ են գտնվում, խնդրեմ, այսպեսի հայտարարություններ հնչեց, կուզեմ նախ այս տիկնոջ հայտարարությանը եւ այդ իրականությանը անդրադառնալ, հետո մի քանի այլ հարցեր։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հայաստանը այնպիսի երկիր է, որը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ եւ հարաբերություն փչացնել կտրուկ որևէ գործընկերոջ հետ։ Մենք նույնիսկ իրավունք չունենք հարաբերություն փչացնել մեր հարևան Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Եվրամիության երկրների հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ առավել եւս Ռուսաստանի Դաշնության կամ ընդհանրապես ԵԱՏՄ-ի հետ որպես տնտեսական գործընկեր հիմնական։ Նմանատիպ հայտարարությունները, ինչպես դուք նշեցիք ֆոն դեր Լայենի, դրանք սադրանք որպես կորակեի եւ լուրջ ռիսկեր են պարունակում Հայաստանի Հանրապետության համար, քանի որ բոլորին հայտնի է, որ 95% եւ ավել, ինչպես նախորդ իմ հանդիպման ժամանակ ձեր տաղավարում նշեցի գյուղմթերքի եւ ընդհանրապես մեր արտաքին առևտրի, նաեւ որպես Ռուսաստանի Դաշնությունը խոշոր ներդրող Հայաստանի Հանրապետությունը այսօրվա աշխարհ քաղաքական իրադրությունների պայմաններում նման հայտարարությունները լուրջ ռիսկ են պարունակում Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ հայտնի է, որ Ռուսաստանի քաղաքականությունը ներկայումս շատ զգայուն է եւ ցանկացած նմանատիպ հայտարարություն առավել եւս երբ Հայաստանը համեմատվում է Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, Հայաստանի համար որևէ լավ բանի, լավ հետևանքների չեն հանգեցնի բնականաբար։ Սա որպես ընդհանուր գնահատական։ Հիմա որ փորձում են խաբել, որ հեսա գիտեք, օրինակ միամանց Իրան էին տարել, տեսանք, չէ՞, Եվրոպա ենք հասել, արտահանում եք այս ամեն ինչը, հեսա մեզ փող կտան, որ այս թուրքերի պայմաններում քաղաք ստեղծված իրավիճակից դուրս գա։ Սա ինչքան է իրատեսական։ Սա բացարձակ իրատեսական չէ, ցավոք սրտի, որովհետեւ գոյություն ունեն իրողություններ որոշակի, սա ոչ թե լոկ խոսքեր են, այլ գոյություն ունեն որոշակի տնտեսական փաստեր։ Հայաստանի արտադրանքը, որպեսզի կարողանա դիվերսիֆիկացվել եւ արտանվել եվրոպական երկրներ, ինչպես հայտարարեց ֆոն դեր Լայենը, որ կհատկացվի գումար, որոշակի ապրանքների մասով մաքսատուրքերը զրոյական կդառնան։ Սա ինչ կտա Հայաստանի, ուզում սա ավելի մանրամասն Այո, ուրեմն տեսեք, մենք ունեինք մինչև 2022 թվականը GSP+ համակարգ։ Դա նշանակում էր, որ Հայաստանից արտահանվող դեպի Եվրամիության երկրներ բազմահազար ապրանքներ ներկրվում էին Եվրոպա զրոյական մաքսատուրքով։ Բայց դրանից մեր արտահանման կառուցվածքը չի փոփոխվել, այսինքն թե GSP+ համակարգի ժամանակ, թե GSP+ համակարգի, երբ այդ համակարգը այլևս գոյություն չուներ դրանից հետո արտահանման կառուցվածքը դեպի եվրոպական երկրներ չի փոփոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Դրանք ցանկալի պայմաններ են, բայց ոչ բավարար պայման ապրանքների պահանջարկ ձևավորելու տեսանկյունից։ Այսինքն, եթե խոսք է գնում այն մասին, որ պետք է հայկական ծիրանը ձեր նշած, ուրեմն գյուղմթերքը ընդհանրապես արտահանվի Եվրոպայով, որպես պայման նշվում է, որ պետք է մաքսատուրքերը լինեն զրոյական, դա մոտարապես համեմատելի է հետևյալ իրավիճակի հետ։ Պատկերացրեք մարդ, որը ունի լուրջ հիվանդություն, այցելում է բժշկի մոտ եւ այդ հիվանդությունից նա ունի նաեւ որոշակի գլխացավեր եւ բժիշկը առաջարկում է գլխացավի դեղ։ Մոտարապես դրան է նման, այսինքն հիմքը չվերացնելով առաջարկում է գլխացավի դեղ, մոտարապես եվրոպացիների առաջարկը, որ ապրանքների մաքսատուրքը կդառնա 0%, դա ընդհանրապես կարող է ինքնարժեքի վրա, արտահանվող ապրանքների ինքնարժեքի վրա ունենալ 10%-ի ազդեցություն, մոտարապես հաշվի առնելով Եվրոպայում արկա մաքսային սակագների միջինացված դրույքաչափերը, տարբեր երկրներում դրանք տարբեր են, մոտարապես մինչև 10-ից 20%-ի սահմաններում է տատանվում։ Մենք ունենք այլ խնդիրներ, մենք ունենք գյուղմթերքի արտադրության հետագծելիության խնդիր, այսինքն թե այդ ապրանքը որտեղ է արտադրվել, ինչ թունաքիմիկատներ են արտադրվել, մենք ունենք ծավալների խնդիր, սերտիֆիկացման լուրջ խնդիր եւ փոքր գյուղացիական տնտեսությունները ցավոք ի վիճակի չեն բավարարել այդ ամբողջ եվրոպական պահանջարկը։ Այսինքն լուրջ խնդիրները թողած խոսում են այնպիսի խնդիրների մասին, որը ցավոք ապրանքի արտահանման կամ ընդհանրապես եվրոպական երկրներում ապրանքների ներկրման առումով պահանջարկ չի ձևավորում։
Եվ ցավոք նաև պետք է նշել նաև նախկին փորձ ունենալու, որ այն 18 միլիոն եվրոն, որը խոստանում են, որ պետք է արտահանման, խթանման ինչ-որ հիմնադրամ ստեղծվի, մտավախություն ունեմ ես օրինակ, որ դա փոշի անան այդ գումարները, այնպես ինչպես օրինակ ANIF-ի գումարները փոշիացվեցին։ Եվ գուցե սրանից ոգևորվեն մեր պետական չինովնիկները, բայց գյուղացիական տնտեսությունների համար դա որևէ բան չներկայացնող օժանդակություն է։ Մենք ունենք այն, ինչ ունենք։ Սա փաստ է։ Մենք անպայման կանդրադառնանք նաև Փաշինյանի Ռուսաստան այցի եւ այնտեղից եկող հայտարարություններին, բայց մինչ այդ է, ես կուզեմ մասնագիտական տեսանկյունից, մենք տեսանք, որ երեք հենց օրինակ նույն պարոն Ծառուկյանի կալանավորել են եւ ամբողջ բիզնեսը այսպես կապարակնքված է եւ աշխատանքը կանգնեցված է, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ, հաշվի առնելով նաև թե քանի հազար մարդ է այլևս գործազուրկ, այս բանը կարող ենք վստահ ասել, այս մարդիկ գործազուրկ են, խնդրեմ։ Տեսեք, գոյություն ունի խնդրի երկու գնահատական։ Նախ կարճաժամկետ առումով, եթե այդ մարդիկ անմիջապես դուրս են մնում աշխատանքից, բնականաբար բացասական սոցիալական հետևանքների մենք ականատես կլինենք։ Բայց խնդիրը շատ ավելի լուրջ է միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում, քանի որ գոյություն ունի երկրի հեղինակության, այսպես ռեպուտացիոն խնդիր եւ որևէ լուրջ ներդրող պարզապես ռիսկ չի անի, ցանկություն չի հայտնի Հայաստանում ներդրում անելու։ Ես այստեղ ավելի խորքային ուրեմն պատճառներ եմ տեսնում ցավոք սրտի սեփականության վերաբաշխման, խլելու, այո, եւ ես չեմ բացառում, երբ ադրբեջանցիները, երբ օրինակ խոսում են 300,000 ադրբեջանցիներ վերադառնալու են այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, որը մեր ինքնիշխան տարածքի մասին է խոսքը, հակադարձում չկա իշխանությունների կողմից եւ կարող եմ ենթադրել, իրավունք ունեմ ենթադրել, որ այդ սեփականությունը խլվելու է եւ հետագա վերաբաշխման արդյունքում բացարձակապես որևէ երաշխիք չկա, որ այստեղ թուրքերն ու ադրբեջանցիները չեն գա եւ ներդրում չեն իրականացնի մեր երկրում։ Այսինքն այս բարակայում նաև չգիտեմ էլի, սա մենք օրինակը մինչև պարոն Ծառուկյանի տեսանք հեծի դրվագով, չէ՞։ Այո, այո։ Սա էլ ինչ է նշանակում, խլել մարդու բիզնեսը եւ իմիջիայլոց բավարար անընդհատ մեզ կերակրում են Հայաստանը դարձել է նպաստավոր երկրի ներդրողների համար։ Այս մասը օրինակ ինչ մանիպուլյացիաների եկան։ Ուրեմն տեսեք, տրադիցիոն ձևով Հայաստանի անկախացումից ի վեր, երբ որևէ օրինակ աղաղակող ընտրախախտման դեպքեր տեղի ունենում, եվրոպական բոլոր կառույցները, բոլոր հասարակական կազմակերպությունները, սորոսական աղբյուրներով սնվող հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում էին, աղաղակում էին, քննադատում էին, մարդու իրավունքներից էին խոսում, որ կա մարդու իրավունքների խախտման փաստ եւ այլն եւ այլն։ Այժմ տպավորությունն է, որ մի տեսակ փոխվել է աշխարհը եւ նույն եվրոպական կառույցները, եվրոպացի պաշտոնյաները որովհետեւ ծպտուն անգամ չեն անում այս իրողությունների հետ կապված։ Եվ առնվազն մարդ պետք է բանականություն չունենա, որ չնկատի, որ սա մի աբսուրդային իրավիճակի հետ գործ ունենք, երբ 70 տարեկան մարդուն բառից բուն իմաստով տապալում են գետնին, որի անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Այսինքն նաև չկան բարոյական սահմաններ, բարոյական նորմեր, որ այդ մարդը ունի ընտանիք, թոռներ, երեխաներ, եթե կա տնտեսական հանցագործության փաստ, դա տերորիզմ չի, որ մարդուն տապալեն գետնին, ել չեմ խոսում բոլոր կազմակերպությունները փակվեն, կապարակնքվեն, աշխատակիցները մնան դրսում, սա ոչ այլ ինչ է, քան մեր երկրին ուղիղ վնաս հասցնել, սա շատ մեղմ եմ ասում, եւ եթե խոսում են ժողովրդավարությունից, խոսում են ուրեմն մարդու իրավունքներից, խոսում են, որ մեր երկիրը ներդրումների առումով հրապուրիչ է, գրավիչ է, կարծում եմ ցանկացած տեսողություն կամ բանականություն ունեցող մարդ այս ամեն ինչը տեսնում է, մեկնաբանությունները համարում եմ ավելորդ։ Իմիջիայլոց դա ինչ է, հա, սեփական վախերը եւ ինչը բավարարելու ձևեր, հենց այդպես մարդու տապալելը եւ կենթանում սպանելը նաեւ արություններ կարան սպանել։ Տեսեք, մենք ապրում ենք մի իրողության մեջ, որ շատ հեռուն գնացող ենթադրություններ կարող եմ անել, մասնավորապես։ Տեսեք, մենք անընդհատ անդադար խոսում ենք այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Սա մենք չենք հորինել, սա մենք չենք ենթադրում, սա մասին Ադրբեջանում, հարևան երկրում պետական ամենաբարձր մակարդակով խոսում է եւ ունեն համապատասխան ծրագրեր։ Հիմա, երբ խոսվում է արևմտյան Ադրբեջանի մասին, երբ եկեղեցին հալածվում էր, որը համընկավ այդ Կովկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեի խոսույթի հետ, ժամանակագրական առումով, կարծում նման համընկնումներ շատ հազվադեպ են տեղի ունենում։ Հիմա հարց. ինչու պետք է ադրբեջանցիները օրինակ հանդուրժեն, որ իրենց ասած այս արևմտյան Ադրբեջանում օրինակ կառուցվի Հիսուսի ամենամեծ արձանը։
որը Հայաստանը կդարձնի հրապուրիչ туриզմի առումով։ Սա ես ուղղակի ենթադրում եմ։ Այո, ես կարող եմ ենթադրել, սա իմ ենթադրությունն է մասնավոր, որ սա այն պատճառներից մեկն է, որը պարզապես չի հանդուրժվում։ Այստեղ պրիմիտիվ պետք չի նայել հարցերին, կրկնում եմ, սեփականության վերաբաշխումը, այս բիզնեսների վերաբաշխումը, նաև իմ նշած այդ հանգամանքը կարող են լուրջ հիմք հանդիսանալ այս ամենի համար, որը գուցե այժմ շատերը թերահավատորեն վերաբերվեն, բայց հաշվի առնելով նաև որ մեր իշխանությունները ուղիղ չեն հակադարձում հարևան երկրին, այս բոլոր ենթադրությունները իրավունք ունեն գոյություն ունենալ։ Հիմա գանք տեսնում ենք, չէ, նույն ֆոն դեր Լայենի այստեղ եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինչպիսի հայտարարություններ էր անում, Հայաստանը երբեք այսքան հոչ չի եղել Եվրամիությանը, հավատակ չի կրկնվելու 2013-ի նախադեպը մի գիշերում դուրս գալ կամ մտնենք այս վիճակները, եւ սրա զուգահեռ ինչ էր ինքը հայտարարում, չգիտեմ, մենք առիթ ունեցել ենք ձեզ հետ խոսել այս թեմայից թե ոչ, կառավարության նիստերից մեկի ժամանակ ինքը այսպես մանիպուլատիվ հայտարարություն արեց։ ԵԱՏՄ-ն հիմա կա թե չկա։ Սա ՀԱՊԿ-ի օրինակով հիշում եք, չէ՞, ՀԱՊԿ-ի վերաբերյալ ինչ էր հայտարարում, բայց գնաց հասավ Ռուսաստան, հենց Միշուսինի հետ դեմ դիմաց նստեց, հասկացավ, որ ԵԱՏՄ-ի լիարժեք մաս է ուզում լինել Հայաստանը։ Խնդրեմ ես ասած ձեր տեսակետը։ Նախ իմ տեսակետը հետևյալն է. անկախ նրանից մենք կձգտենք դեպի Եվրոպա, կձգտենք մնալ Եվրասիական միությունում կամ մեկ այլ տնտեսական միությունում, նախ եւ առաջ մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի Հանրապետության շահերը, մեր երկրի շահերը։ Եթե համապատասխան քայլերը չեն բխում մեր երկրի շահերից կամ կարող են վնասել մեր երկրի շահերին, ուրեմն դա ինչպես բոլոր անգամներում, այս անգամ եւս դա կբնութագրեի որպես հակահայկական քաղաքականություն։ Իսկ սա ակնհայտ է, որ վնաս են կրում հայ տնտեսվարողները, հայ արտահանողները, քանի որ մենք միանգամից չենք կարող գնալ դեպի Եվրոպա, խզելով մեր հարաբերությունները եւ մեր կապերը մեր գործընկեր Եվրասիական միության հետ։ Կրկնում եմ, լավ ու վատի մասին չէ խոսքը, այլ մեր երկրի շահերի մասին է խոսքը։ Հիմա այս իրողությունը, երբ Հայաստանի վարչապետը այցելեց Ռուսաստանի Դաշնություն, հանդիպեց Ռուսաստանի վարչապետի հետ, մի կենցաղային օրինակ կարող եմ բերել սրա հետ կապված, պատկերացրեք մի անդասիրակ պատանի կամ, չգիտեմ, երիտասարդ, որին անդադար երես են տվել ծնողները, ունի ավտոմեքենա, ունի անսահմանափակ գումար, ինչ ուզում անում է եւ չի պատժվում, եւ հանկարծ ծնողները որոշում են օրերս մի օր պատժել։ Նա խառնվում է իրան, հանկարծակի է գալիս եւ վտանգը զգում է։ Մոտավորապես վիճակը նման է դրան։ Այսինքն ամեն անգամ հաջողվել է այդ վիճակից դուրս գալ, խնդիրները կարգավորել, լուծել, երկու աթոռի վրա նստելու քաղաքականության ուղղված քայլեր իրականացնել, ուրեմն մի կողմից ձգտել դեպի Եվրոպա, հասկանալով, որ մենք դեպի Եվրոպա շանս չունենք, այստեղ շատ տեղին է միջայլոց, մեկ անգամ եւս բերել մեր հարևան Վրաստանի օրինակը, փաստերով եւ թվերով եմ ուզում խոսել։ 2016 թվականին Վրաստանը ստորագրել է ազատ առևտրի համապարփակ եւ խորը համաձայնագիրը, խոր եւ համապարփակ համաձայնագիրը, Եվրոասոցիացիան պայմանագիր ստորագրած երկիր է։ 2016 թվականից առ այսօր անցել է 10 տարի։ 10 տարվա մեջ Վրաստանի տնտեսական կառուցվածքը արտահանման, երբ մենք դիտարկում ենք, դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանումը Եվրամիությանը գերազանցում է շուրջ 15%-ով։ Սա ահռելի ցուցանիշ է, կրկնում եմ, այն Վրաստանի, որը ուներ եվրոպական ուղղվածություն, որը ունի լոգիստիկ ավելի բարենպաստ իրավիճակ, միանգամից լոգիստիկայի առումով իր ապրանքները Եվրոպա տեղափոխելու հնարավորություն։ Հիմա մենք չունենալով ճանապարհներ, չունենալով հնարավորություններ, մենք խոսում ենք Եվրոպա գնալու մասին, հաշվի չենք առնում մեր երկիր, մեր հարևան Վրաստանի փորձը, եւ այսպես հեշտ ու հանգիստ ասում ենք, ինչքանով որ մենք ենք ԵԱՏՄ-ին պետք, այնքան էլ ուրեմն ինչքանով որ ԵԱՏՄ-ն է մեզ պետք, այնքան էլ մենք ենք ԵԱՏՄ-ին պետք, այսինքն այն հույսով, որ Ռուսաստանը որևէ բան չի կարող անել։ Հիմա իրենք փաստի առաջ են կանգնել, եւ Ռուսաստանը կոշտ դիրքորոշում է որդեգրել այս պահին, եւ հասկանում են, որ իրենք լուրջ վտանգի առաջ են կանգնած։ Եվ Ռուսաստանում ինչ տեղի ունեցավ։ Մի քանի կարևոր փաստ եմ ցանկանում արձանագրել։ Առաջին, երբ բնական, այսպես իրավիճակ կար, տպավորություն կար, որ պետք է անմիջապես Ռուսաստանի վարչապետը շնորհավորի Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, շնորհավորանք չտեսանք։ Չշնորհավորեց Միշուսինը։ Մինչև հիմա չի շնորհավոր։ Սա մեկ։ Երկրորդ ուղերձը կարևորագույն, որ Հայաստանում ձևավորվելի, հույս ունենք, որ Հայաստանում ձևավորվելիք կառավարությունը, խնդրեմ ուշադրություն դարձնել այս արտահայտությանը, չի ասում ձեր կառավարությունը, ձևավորվելիք կառավարությունը, հույս ունենք,
որ ռուսական կապիտալով ընկերությունների համար կստեղծի կոմֆորտային պայմաններ։ Սա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական լեզվով ապտակ, բառացման իմաստով, եւ հստակ ոլորտներ նշեց՝ հանքարդյունաբերության ոլորտ, էներգետիկայի ոլորտ եւ մի խոսքով, այստեղ տրանսպորտի ոլորտ, նկատի ունենալով Գազպրոմ ընկերությունը, Քաջանի պղնձամոլիբդենային կոմբինատը, նաեւ ինչու՞ չէ ատոմակայանը, որ RAO-ES-ն է, համապատասխան համալրում իրականացնում տեխնիկական թարմացումներ։ Ինչու՞ չէ նաեւ գուցե ենթադրում եմ հեծը, չնայած հեծը ռուսական կապիտալի հետ կապ չունի Սամվել Կարապետյանի կողմից ձեռք բերելուց հետո, բայց բոլոր դեպքերում ամեն դեպքում սա շատ հստակ ազդակ էր, որ իդեպ վերահսկողությունը դնելով, սլակն ուղղելով դեպի ռուսական համապատասխան պաշտոնյայի կողմը, չի ասում ձեր երկրում պետք է իրականացվի համապատասխան վերահսկողություն։ Փոխվարչապետ Օվերչուկն է այդ հարցերով զբաղվում Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ այսպես ձեռնունայն Հայաստանի վարչապետը հետ վերադարձավ եւ սկսվեցին նմանատիպ գործողություններ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ նաեւ այս ագրեսիվ խոսույթը չի վերանում, անընդհատ նաեւ մեր քաղաքական ուժին են վիրավորում։ Տեսեք, մենք բացարձակապես կառուցողական դաշտից դուրս չենք գալիս, եթե նկատել եք։ Կոնկրետ մեր քաղաքական ուժի եւ իմ անունից եմ խոսում անձամբ։ Ուրեմն անընդհատ տեսեք, ապագա ազգային ժողովի նախագահը ասում է կալուգացիները, հիմա հարց եմ ուզում տամ։ Մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը այո, ապրել է Կալուգայում, բայց նրանից ուժեղ հայաստանցիներ շատ քիչ կան։ Կամ օրինակ ինչու են ինձ վիրավորում։ Ես ունեմ արժանապատիվ ընտանիք, իմ ընտանիքը ծնվել եւ մեծացել է, ես ծնվել եւ մեծացել դաստիարակվել եմ Հայաստանի Հանրապետությունում եւ ես կալուգացի չեմ։ Հիմա ասենք իրենցից մեկը որ սովորել է օրինակ Թուրքիայում կամ Լեհաստանում, ասեմ ստամբուլցի կամ վարշավացի, ինչքանով է դա տեղի, ես չգիտեմ։ Այսինքն ինչ եմ սա ամենն ասում, իրենց ագրեսիվ խոսույթը վկայությունն է մի բանի, որ իրենք փակուղային իրավիճակում են գտնվում։ Ես այսպես կարող եմ բնութագրել մեկնաբանել այս իրավիճակը։ Շատ հետաքրքիր թեմայի եկաք, որտեղ ուզում եի անպայման այդ հարցը տալ, պարոն Փարմանյան, տեսեք, նաև կա այսպիսի տեսակետ, իրենց այս պահվածքը, այս տեսանյութերը, որ անդադ հրապարակում են, եկեք, իբր ձեզ սպասում են, էլի, ասենք, օրինակ նաև կա այսպիսի կարծիք, որ քաղաքապետարանի վերջին ծեսգրտուկը որ կա, տեսակ մենք, այդ Կալինյանը որոշել է կաշի քերթով դառնալ, իրենք ուզում են ցույց տալ, դրանով փորձելով ձեզ վախեցնել, որ տեսեք, դա ձեզ ինչ է սպասվում, կլինի քաղաքապետարանի ազգային ժողով կապ չունի, սենց այս պահվածքն ենք մենք դրսևորելու, իրենց հաջողվում է վախեցնել ձեզ, հաշվի առնելով, որ արդեն կա որոշում, մանդատները վերցնում եք եւ արդարացիորեն գնում եք պաշտպանելու այն մարդկանց իրավունքը, որոնց ձեզ այն։ Ես ունեմ հետեւյալ կարծիք, հետեւյալ տեսակետ, ընդհանրապես առօրյա կյանքում, քաղաքականության մեջ ամենից շատ բարձրաձայն գոռում են, ահաբեկում են, վիրավորում են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենք են վախեցած։ Եթե իրենք վախեցած չեն, թող խոսեն ուղեղով կռիվ տալու մասին։ Եկեք ուղեղով կռիվ տանք, տեսնենք ով է ավելի ուժեղ։ Բայց ոչ մարդուն անձնական վիրավորանք հասցնել, բռնության կոչել հնչեցնել, ագրեսիա ցույց տալ, կարծում եմ, որ դա բառից բուն իմաստով հոգեբանության մեջ նույնիսկ մասնագետները գուցե կհաստատեն, դա թիվ 1 վախի դրսևորումն է, ուրիշ ոչինչ։ Մենք որևէ մեկից չենք վախենում, չունենք վախենալու բան որտեղ։ Եվ ամեն դեպքում նորից գալով, հա, ասացիք ձեռնունայն ըստ էության Միշուստինի ճանապարհել է Փաշինյանին եւ հայտնի է չէ նաեւ մինչեւ այդ է, որ բոլոր խողովակները փորձել է պես անել, որ Ռուսաստանի նախագահի հետ կարողանա կամ հեռախոսազրույց կամ հանդիպում առավել ևս լինի եւ դա այդտեղ են, հա, ասում են համապատասխան տեղ ուղարկել։ Հիմա լավ, իրեն հաջողվեց ամեն դեպքում անկախ նրանից ձեռնունայն է վերադարձել, հաջողվեց այդպես շուստիությամբ խաբել ռուսներին եւ Ռուսաստանը առաջիկայում ձեզ ինչ գործողությունների կգնա, որովհետեւ մենք տեսնում ենք Ես իմ տեսակետը կարող եմ հայտնել բնականաբար, իմ անձնական ենթադրություններն անել, կարծում եմ, որ որևէ բան չի հաջողվել, բայց ինչպես մեր առաջնորդ Սամվել Կարապետյանն է նշել, մենք անելու ենք ամեն ինչ, որ մեղմվեն Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ, որտեղ սա մեր երկրին է վնաս, մենք բացարձակապես չենք չարախնդում, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանին որևէ բան չի հաջողվել, ուրեմն բանակցել, լուծել այդ խնդիրները եւ առաջիկայում ենթադրում եմ այս իրավիճակը վերլուծելով, որ Հայաստանի նկատմամբ ավելի շուտ չեմ բացառում, որ այդ պատժամիջոցները այլ դրսևորումներ կունենան։ Նախորդ զրույցում դուք ասացիք, որ կանխատեսում եք, որ այլ ավելի խիստ ու նոր պատժամիջոցների կանցնի։ Մոտավորապես եթե այսպես գնահատեք իրավիճակը, մասնագիտական տեսանկյունից ինչ կարելի է սպասել։ Եթե ամենավատագույն սցենարը վերցնենք, նախ 27 թվականի, եթե չեմ սխալվում, գազի մատակարարման պայմանագրի վերջնաժամկետն է, այդ հարցով եւս
որովհետեւ դրական առաջընթաց իրենք չեն արձանագրել, եթե գազի գինը թանկանա մուլտիպլիկատիվ էֆեկտով, այսինքն տնտեսության մեջ այդ մատակարարման շղթաների առումով մենք ունենանք ուրեմն գնաճ, մենք ունենանք սոցիալական լուրջ խնդիրներ, ուրեմն մեր հասարակությունում այդ խնդիրները շոշափելի դրսևորումներ կունենան։ Սա եմ ես կանխատեսում եւ քանի դեռ շնորհավորանք չկա, քանի դեռ խոսում են, այստեղ շատ կարևոր մի ընդգծում անեմ, որ ինչ է նշանակում, մենք ակնկալում ենք Միշուստինի ուղղակի բառերն եմ այդ բովանդակային առումով փորձում մեջ բերել կրկին հաջորդ ձևավորվելի կառավարությունը հույս ունենք, որ կստեղծի կոմֆորտ պայմաններ ռուսական կապիտալի համար։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իրենք ունեն մտավախություն, որ ռուսական կապիտալով ընկերությունները եւս կենթարկվեն համապատասխան ոտնձգությունների եւ ակնարկ եղել է ամենայն դեպս։ Նույն Գազպրոմի հետ կապված եւ մնացած ընկերությունների մասով չեմ կարող ասել։ Իսկ սա դեռևս նշանակում է, որ կա որոշակի լարվածություն, իրենք էլ են դա հասկանում եւ գիտակցում, ինչքան էլ ուզում է Եվրոպան տրամադրի 18 միլիոն եվրո կամ դոլար, չգիտեմ, կամ 50 միլիոն եվրո, դա խնդրի լուծում չի։ Իրենք ինչ են ասում, մի փոքր այս մասը ուզում եմ նորից բաղակցելը բացել, ավելի մանրամասն մատչելի բացատրել մեր հանրությանը, մեր հասարակությանը։ Ուրեմն ասում են շուրջ 80% ապրանքներ Եվրոպա կմտնեն առանց մաքսատուրքերի։ Ինչ է մաքսատուրքը։ Մաքսատուրքը ներմուծվող ապրանքի դիմաց գանձվող պարտադիր վճար է։ Եվրոպայում այդ տոկոսը կազմում է մոտարապես միջինով տարբեր, օրինակ Գերմանիայում ավելի բարձր է դրույքաչափը, Ֆրանսիայում մի փոքր ավելի ցածր։ Միջինացված դրույքաչափը 10-ից 20% է։ Ընդունենք մաքսատուրքերը վերացվեցին։ Ինչ է դա տալիս հայ արտահանողին։ Հայ արտահանողին տալիս է հետևյալը. եթե քո արտահանված ծիրանը քո վրա նստում ես, այն ժողովրդական լեզվով ասեմ, 1000 դրամ, մաքսատուրքի արտոնության կամ 1100 դրամ էր նստում, այդ մաքսատուրքերի զրոյական դրույքաչափի կիրառման պարագայում 1100-ը կդառնա 1000 դրամ։ Հիմա հարց, 1100 դրամ կնստի այդ 1 կիլոգրամ ծիրանի արտահանման ինքնարժեքը, թե 1000 դրամ, արդյոք դա ձևավորում է պահանջարկ։ Պատասխան՝ ոչ։ Իրենք մոռանում են մի կարևոր բան, որ եթե դու երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն ես իրականացնում եւ ձգտում ես դեպի Եվրոպա եւ չես հասկանում, գիտակցում կամ բացատրում ժողովրդին Եվրասիական միությունից դուրս գալու վտանգը, դա էլ իր հերթին այն ապրանքները, որոնք ԵԱՏՄ-ից են ներկրվում զրոյական մաքսատուրքերով, դրանց դիմաց վճարվելու է մաքսատուրք։ Եվ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ապրանքները, որոնք ավելի մեծ մասնաբաժին ունեն մեր տնտեսության մեջ, նույն Իրանի Իսլամական Հանրապետության մասով նույնպես, ես սա բազմիցս ասել եմ, բայց խիստ կարևոր հանգամանք է, մենք ձգտում ենք ունենալ մինչև 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն, դա եւս հայտնվում է վտանգի տակ, որտեղ Իրանից օրինակ ներկրվող ապրանքների ծավալը շուրջ 600 միլիոն դոլարից ավել է, այսինքն արտանում ավելի քիչ, այդ 768 միլիոն ներկայումս ունենք առևտրաշրջանառություն, որի առյուծի բաժինը ներկրվող ապրանքներն են, որոնք եւս ներկրվում են 90%-ով առանց մաքսատուրքերի։ Հիմա ձգտելով Եվրոպա, երբ քո արտահանման կառուցվածքում փոքր մասնաբաժին ունի Եվրոպան, եւ վտանգի տակ դնել Իրան եւ Եվրասիական միություն, դա ուղիղ հարված է մեր երկրի տնտեսության, ուրիշ ոչ մի բան։ Եվ խիստ կարևոր է, խնդրեմ սիրելի ժողովուրդ, այս մասը հաշվի առեք։ Փորձը միջազգային, երբ որ իրենք խոսում են անդադար միջազգային փորձի մասին, լավագույն միջազգային փորձը դա մեր հարևան Վրաստանն է։ Վրաստանը 10 տարի անընդմեջ հանդիսանում է Եվրոպայի հետ ազատ առևտրի ռեժիմով աշխատող երկիր, որտեղ ԵԱՏՄ եւ ԵՄ-ի բաժինները, մասնաբաժինները իրարից տարբերվում են մինչև 15%-ով իօգուտ Եվրասիական միության։ Հիմա եթե Վրաստան ունի լավագույն աշխարհագրական դիրք աշխարհում, ունի լավ լոգիստիկ պայմաններ, հնարավորություններ, զրոյական մաքսատուրքով ներկրելու եւ արտանելու հնարավորություն, եւ իրենց չի հաջողվել Եվրոպայի մասնաբաժինը ավելի շատ ունենալ Եվրոպայի մասնաբաժինը արտահանման տեսանկյունից, քան Եվրասիական միության հետ, հետեւաբար Հայաստանը շատ ավելի հեռու է, չէ՞, այդ իրավիճակից։ Բայց մենք նաեւ ունենք անվտանգային խնդիրներ, մենք ունենք լոգիստիկ խնդիր։ Հիմա եթե Ռուսաստան օրինակ, ասենք, ճանապարհը փակում է եւ ասում քո արտադրանքը չեմ թույլ տալիս, որպեսզի արտահանվի, տեսեք, այդտեղ գամ հերթական ուրիշ վտանգների գամ։ Մենք ինչ ասում, Ռուսաստանն ասում է, ես ոչ միայն իմ երկիր չեմ թույլ տալիս քո ապրանքը ներկրվի, եթե այդպես կոպիտ ավելի, ասենք, միտքը, իմաստը, ապա իմ տարածքով նաև չեմ թույլ տալիս, որ երրորդ երկրներ դու կարողանաս ապրանքը արտահանել։ Այդ պարագայում մենք ինչ ենք անելու։ Որ երկրների տարածքով ենք մեր ապրանքները արտահանելու։ Պատասխան գուցե չի Թուրքիայի, հա։ Բա այդ դեպքում Թուրքիան մեր հետ ունի խաղաղության պայմանագիր կամ բան Ադրբեջանը եւ Ադրբեջան-Թուրքիա դրանք մեկ երկիր են դիտարկում։ Պարզ չի որ նորից իրենք օրակարգ են բերելու
նույն արևմտյան Ադրբեջանի խնդիրը։ Իդեպ մի բան ասեմ, չարախնդալով ասում եմ, բա դուք ասում եք անմիջապես ընտրություններից հետո 300,000 ադրբեջանցիները գալու են։ Մենք նախ նման բան չենք ասել անմիջապես ընտրության հաջորդ օրը։ Մենք ասում ենք կա նման բան օրակարգում եւ դուք չեք հակադարձում։ Այսինքն ամեն ինչ ունի իր գինը եւ այս պարագայում, երբ որ հարաբերությունները խզում ենք շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանի Դաշնությունը այսօր ունի հակամարտություն Ուկրաինայի հետ, չէ՞։ Եվ չի հանդուրժում, ավելի շուտ կա ռուսաֆոբիա ամբողջ աշխարհում տարածված։ Եվ դու ամենախոշոր գործընկերն ես, եւ հանդուրժում ես, որ քո երկրում քեզ համեմատեն Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, սա չգիտակցելը ինչ է, ժողովուրդ, ես չգիտեմ։ Ինչքան էլ ուզում ա մենք մեծամիտ լինենք, մեծ խոսենք, որ հեսա սենց կանենք, նենց կանենք, սրանք իրողություններ են, փաստերն են մեզ արձանագրում։ Բացարձակապես որևէ երկրի շահ ավելի կարևոր չի, քան մեր երկրի շահը։ Եվ եթե ամփոփենք, գնալու եք ազգային ժողով, որոնք են լինելու ձեր անելիքները։ Նախ եւ առաջ մեր անելիքները լինելու է մեր ժողովրդի ձայնը բարձրացնել ազգային ժողովում։ Մենք առաջ ենք բերելու մեր բոլոր այն ծրագրային կետերը, որոնք մեր նախընտրական փուլում, խոստումների կամ մեր ծրագրային դրույթների տեսքով մեր հանրությանն ենք ներկայացնում։ Ես չգիտեմ դրանք կընդունվեն, չեն ընդունվի, դա հարցի երկրորդ կողմն է, բայց ազգային ժողովում մենք պայքարելու ենք մեկ նպատակի համար, որ Հայաստանում տեղի ունենան փոփոխություններ, իշխանափոխություն, որպեսզի ունենանք ավելի հզոր եւ արժանապատիվ Հայաստան։ Մենք այդ նպատակով ենք գնում ազգային ժողով։ Եվ բոլոր այն թյուր կարծիքները, որ ինչու եք մանդատները վերցնում, եւ ես ուզում եմ առիթ օգտագործելով մեր հանրությանը փորձել այն հատվածին, որոնք իմ կարծիքը չեն կիսում, բացատրել հետեւյալը։ Ասենք թե չենք վերցնում մանդատները։ Իսկ դուք գիտեք, որ մենք դրանով լավություն ենք անում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որովհետեւ իրենք որևէ խնդիր չունեն այս առումով, իրենք շարունակելու են աշխատել, ինչ ուզելու են, անելու են։ Բացի դա, կա մեկ այլ վտանգ, որ խորհրդարան անցած ուժերի փոխարեն իրենք կարող են այլ ուժերի անցկացնել, որոնք կլինեն շատ ավելի նեյտրալ եւ իրենք ավելի կոմֆորտ պայմաններում կաշխատեն։ Մենք այս լավությունը իրենց չենք ուզում անել, սա մեկ։ Երկրորդ, ասում եք փողոցային պայքար։ Ընդունենք փողոցում հավաքվել է 500,000 մարդ։ Եթե խորհրդարանում չկա ընդդիմություն, այդ 500,000 մարդը ինչ են անելու։ Հաշվի առնելով նաեւ այն սրբազան պայքարի փորձը, երբ մարդու ձեռքը թռցրեցին, նռնակ նետելով, մարդկանց հալածեցին, ծեծ ու ջարդ եղավ եւ մարդիկ ցրվեցին տներով։ Հիմա փողոցային պայքար ասածը դուք էլ շատ լավ հասկանում եք, գիտակցում եք, որ դա իրատեսական չի էսպայն։ Եվ ինչպես մեր քաղաքական ուժն է ասել, մենք դուրս կգանք անպայման փողոց։ Մենք չենք ասում փողոցային պայքար չի լինելու, բայց լինելու է այս երկու գործիքների համակցությունը, ներկայացված լինել խորհրդարանում եւ նաեւ լինել փողոց դուրս գալ այն պահին, երբ որ դրա կարիքը կլինի, վճռորոշ ձևով, վճռական ձևով եւ ունենալ հաղթանակ։ Իսկ մեր բոլոր քայլերը ուղղված են հանուն մեկ նպատակի՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք, իրականություն դարձնել։ Մենք կոմֆորտի համար չենք գնում, որտեղ որևէ կոմֆորտ գոյություն չունի ազգային ժողովի մանդատի մեջ։ Գոյություն ունի պատասխանատվություն, գոյություն ունի նպատակին հասնելու որպես գործիք օգտագործել ընդհանուր, ուրիշ ոչինչ։ Շնորհակալություն։ Ես